Բարև ձեզ սիրելի հայեր, ողջույն։ Էս ինչ շատ եք, էս ինչ սիրուն եք, էս ինչ լավն եք, հլը միան ձեզ ծապարեք, ձեր ցավը տանեմ։ Հաշված օրերից բոլորիս պարտադիր մասնակցությամբ ընտրություններին մենք ունենալու ենք մեր երազած երկիրը, մենք ունենալու ենք մեր փափագած հայրենիքը, մենք ունենալու ենք ուժեղ իսկ ուժեղ Հայաստանը նշանակում է ուժեղ Շիրակ, ուժեղ Լոռի, ուժեղ Տավուշ, ուժեղ Կոտայք, ուժեղ Սյունիք, ուժեղ Արագածոտն, ուժեղ Արմավիր, ուժեղ Արարատ, ուժեղ Վայոց Ձոր, ուժեղ Արցախ, ուժեղ Երևան, ուժեղ Հայաստան։ Հենց շատ ճվացիս եք, էլի։ Վայ, ուժեղ Գեղարքունիք։ Ձեր կյանքին մեռնիմ։ Ժողովուրդ ջան, եթե նկատել եք այս օրերին իշխանությունը ամենաշատը կատաղում ասում է 300,000 ադրբեջանցիներին Հայաստան բերելու իրենց մտադրության բացահայտման մասին։ Ու կատաղում է ոչ թե նրա համար, որ այդպիսի բան չկա, ոչ, ուղղակի մեր հնչեցրած 300,000 թիվը իրենց ցուցակներում գրած թվի հետ չի բռնում։ Իրենց ցուցակներում գրած է ոչ թե 300,000 ադրբեջանցի, այլ 299,931, որովհետև են պակասող 69 ադրբեջանցիները արդեն վաղուց ազգային ժողովում ՔՊ ֆրակցիայում պատգամավոր են։ Ութ տարի առաջ այս հրապարակում վարչապետի կառավարման 100-օրյակին նվիրված հանրահավաքի ժամանակ դեռևս մորուքավոր Նիկոլը դժգոհում էր, բողոքում էր, որ կայքերը գրում են, իբր ինքը եկել է հողերը հանձնելու ու ասում էր երաշխավորում եմ, երբեք Արցախի հարցում միանձնյա որոշում չեմ կայացնելու, ժողովրդի մեջքի հետևում, փակ դռների հետևում, երբեք թուղթ չեմ ստորագրելու։ 4 տարի անց գնաց ու փակ դռների հետևում միանձնյա Արցախը հանձնեց Թուրքին։ Նիկոլ, քանի որ դու այս 8 տարիների ընթացքում հայ ժողովրդի կարծիքը ընդհանրապես չես հարցրել, չնայած խոստացել ես։ Այս օրերին մարդիկ էլի սկսել են լսնել հրապարակները, գալ հանրահավաքների, որպեսզի ասեն վերջ այ տղա պիտի գնաս, հերիք է, բավ է, հոգնել եք, զզվել եք։ Այսքան չարիք բերած, այսքան պարակտում բերած, այսքան ողբերգություն բերած, այսքան դժբախտություն բերած մարդը չի կարող ազգ սիրել, չի կարող պետություն ունենալ, չի կարող Աստված ունենալ, պիտի գնաս, պիտի գնաս, պիտի գնաս ու գնալու ես։ Հիմա մի հատ հարց եմ տալիս, ճամփելու եք, ճամփելու եք, ճամփելու եք։ Լավ հել սեղնի տակից հասկացանք։ Մեր պետությունը պետք է ղեկավարեն ունակ մարդիկ։ Մենք մեր երկրի կառավարման ղեկը պետք է փոխանցենք լաչարներից հավասարակշռվածներին, անամոթներից դաստիարակվածներին, ստախոսներից խոսք պահողներին, դիլետանտներից պրոֆեսիոնալներին, ուրացողներից
պահանջատերերին, դավաճաններից հայրենասերներին, մեր երկիրը պիտի վերջո ադրբեջանցիների ձեռքից վերցնեք տանք հայերին։ Հենց այդ պայից սկսած, գիտեք ինչ ենք ունենալու, ուժեղ, 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 ապրիկ ձեր կյանքին մեր, ժողովուրդ, ամենաավորը, ամենաամոթ բանը, որին մենք ականատեսն ենք լինում այս օրերին, դա երկրի ղեկավար կոչվածի վերաբերմունքն է մեր զոհվածների մայրերին, քույրերին ու դուստրերին։ Այդ տղա դու ով դարար, որ զոհվածի մորը քաշքշես։ Դու ով դարար, որ նահատակվածի հորը կալանավորես կամ անպատվես։ Դու ով դարար, որ գերի եկածի երեխային ձեռք առնես, ով ես դու։ Ով ես դու, քեզնից ինչ ես ներկայացնում, որտեղից ընկար ես ժողովրդի գլխին, այ ազգակործան, այ պատուհաս, այ չմարդ, այ հակահայ։ Ալբերտ Մկրտչյանի հին օրերի երկը ֆիլմում մի տեսարան կա, երբ Հայաստան մայրիկին հրավիրում են ամբիոնի մոտ խոսելու, այն Հայաստան մայրիկին, որը պատերազմի 4 տարիների ընթացքում կորցրել էր իր 7 որդիներին, այդ պատկառելի կինը հուզվելով չիմանալով ինչ խոսի, սկսում է երգել. Արշալույսեր նոր էր բացվել, աղձին քրտնած նես մտավ, Այ սիրունձի դու ինձ ասա, որտեղ թողիր իմ բալին, որ սարի տակ, որ ձորի մեջ, անմեր թողիր իմ բալին, սիրելի մայրեր, կներեք մեզ, որ մենք թույլ ենք տվել, որ դուք տեսնեք ու զգաք այս խայտառակությունը, կներեք մեզ, կներեք մեզ, կներեք մեզ։ Եվ վերջում, այս օրերին Երևանը աղմկոտ է, Հայաստանում աղմուկ է, ահա որ մեծ աղմուկ, բայց եթե մենք մի պա բոլորս լռենք, քար լռություն պահպանենք, մենք կլսենք հեռվում ծածանվող եռաբլուրի դրոշի ձայները, այս ձայնը, լսենք, լսի Նիկոլ, ուշադիր լսի, սա սոս կամուց ծածանվող կտորի ձայն չէ, սա տղերքի ձայնն է, են 18, 20, 30, 40, 50, 60 տարեկան տղամարդ տղերքի ձայնը, որոնք երբ զենքը ձեռքին թշնամու առաջ կանգնած են եղել, հաստատ լուրջ չեն եղել, նրանց աչքերը հայերեն է գոռացել, նրանց սրտերը հայերեն է գոռացել, նրանց հոգիները հայերեն է գոռացել, ես իմ անուշ Հայաստանի արևահամբարն եմ սիրում, մեր հին սազի ողբանվակ լացակումած լարն եմ սիրում, արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վարման ու նայրյան աղջիկների հեզաճկում պարն եմ սիրում եմ մեր երկինքը մուկ, ջրերը ջինջ, լիճը լուսե, արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև ու հնամյա նիոն հնամյա քաղաքների հազարամյա քարնեմ սիրում ուր էլ գնամ չեմ մոռանա ես ողբածային երկերը մեր չեմ մոռանա աղոտ դարձած երկատագիր գրքերը մեր Իշկան էլ սուշ, սիրտս խոցեն, այրունակամ վերքերը մեջ, էլի ես որբ ու արդավար իմ Հայաստան յարդեմ սիրում։ Իմ կարոտած սրտի համար ոչ մի ուրիշ հեքիաթ չկա։ Նարեկացու, քուչակի պես, լուսապսակ ճակատ չկա։ Աշխարհացիր, Արարատի նման, ջերմակ, գագաթ չկա։ Ուժեղ, 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 ինչպես անհաս, փառքի ճամփա, ես իմ մասիս սարն է սիրում։ Այսօր մեզնից փորձում են խլել Արարատի մասին երազանքը եւ Արարատը որպես գաղափար, որպես հայի ինքնության հենասյուն։ Այսօր փորձում են նաեւ քանդել, պառակտել, ավիրել մեր եկեղեցին։ Արարատ ու եկեղեցի։ Մի քանի օր առաջ, հատուկ շեշտեցի Արարատը, մի քանի օր առաջ Արարատ Արմենիա ֆուտբոլային ակումբը դարձավ Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն լիգայի չեմպիոն։ Արարատ Արմենիա ֆուտբոլային ակումբը անմիջական կապ ունի Սամվել Կարապետյանի հետ։ Հենց Սամվել Կարապետյանն է, որ կարողանալու է զարգացնել թե մեր սպորտը, թե մեր տնտեսությունը, թե մեր բանակը, թե մեր գյուղատնտեսությունը, թե պահել մեր արժեքներն ու ավանդույթները, մեր մշակութային ու հոգևոր հենքը, հայ առաքելական եկեղեցին։ Գնացեք ընտրությունների, վստահ եղեք, ոչ մեկ չի կարողանալու իմանալ, թե դուք ում կողմից եք եղել, ում եք տվել ձեր ձայնը, անպայման գնացեք, պարտադիր գնացեք, հորդորեք ձեր ընկերներին, հարազատներին, բարեկամներին, հարևաններին, անպայման գնալ ընտրությունների, շատ կարևոր է, գնալու եք, ընտրելու եք, Փոփոխության համար, փոփոխության համար, փոփոխության համար, սիրելի ժողովուրդ, ես ձեզ իսկապես շատ եմ սիրում, ու սիրում եմ միայն նրա համար, որ ես ձեզնից մեկն եմ, հիմա իջնելու եմ գամ, ինչպես հանրահավաքի սկզբում էի ձեր մեջ կանգնած, էլի շարունակեմ ձեր մեջ կանգնել, Ես ձեզնից մեկն եմ, ես ընտրություններին մասնակցող, այն միլիոն ու կես հայերից մեկն եմ, ով բերելու է այս երկրին փոփոխություն,
այն փոփոխությունը, որի կարիքը բոլորս շատ ունենք։ Իսկ որպեսի այդ փոփոխությունը տեղի ունենա, կա պարզ գործողություն գնալ ընտրությունների, անպայման մասնակցել ընտրությունների եւ հիշել, որ փոփոխությունները շատ մոտ են։ Փոփոխության համար համար, փոփոխության համար համար, փոփոխության համար համար։ Իսրտե ձեր Ռուբեն Մխիթարյան։